Առյուծը կենդանիների ջունգլիների արքան է։ Ինչ եք կարծում, ինչու է այդպես։ Միթե նա ամենամեծն է, թերևս փիղն ավելի մեծ է, միթե նա ամենաարագն է։ Իսկ ինչ կասեք հովազի մասին։ Եվ ասեմ ավելին, առյուծը ամենասյուր միտք ունեցողը չէ, այդ դեպքում ինչու է նա դարձել կենդանիների արքան։ Նրա մենտալիտետը, նրա մտածողությունը։ Ահա միակ տարբերությունը առյուծի և փղի։ Երբ առյուծը տեսնում է փղին, նա մտածում է՝ ահա իմ ընթրիքը, իսկ փիղը մտածում է փախչելու մասին։ Եվ այս ամբողջը ընդամենը մտածողության ձև է։ Երբ առյուծը մոտենում է, նա կարող է թվաքանակով գերազանցել բորենիների հոտին, որովհետև նա գիտի, որ ինքն է ջունգլիների արքան, իր մտածելակերպից ելնելով։ Մի պահ պատկերացրեք, դուք անսարք մեքենա եք։ Ինչ կլինի, եթե ձեզ ոչ ոք չհրի, ոչ ոք չանցնի, մրցանակ չտան։ Ինչ է կատարվում, երբ առյուծը դադարում է հետևել քեզ։ Դու դադարում ես փախչել, բայց ինչ է կատարվում, երբ դու ես առյուծը։ Երբ դու ես առյուծը, արդեն ոչինչ նշանակություն չունի։ Դու գիտակցում ես, որ քո ընտանիքը քաղցած է։ Դու պարզապես դուրս ես գալիս որսի, իսկական առյուծին դուր է գալիս ոչ միայն իր ընթրիքը, այլ նաև հենց այն ընթացքը, թե ինչպես է նա ոչնչացնում իրենից փախչող մրցանակին։ Նրան դուր է գալիս այդ վազքը։ Մեզանից շատերը ընթացքը չեն սիրում։ Մեզ հետաքրքիր է միայն վերջնաժամկետը, մրցանակը։ Իսկական որսացողի նպատակը մրցանակը չէ, այլ որսն է։ Ահա թե ինչու են նրանք ապրում, նրանք սիրահարված են այդ պրոցեսին։ Երբ դու իսկական որսորդ ես, դու չես նայում ժամանակին, քեզ հետաքրքիր է միայն որսը։ Երբ հասնում ես նրան, դու կանգ չես առնում, ախորժակդ ավելի ու ավելի է մեծանում, նորից ու նորից ես որսում։ Եղիր առյուծ, երբ ուզում ես նիհարել, եղիր առյուծ, երբ ուսանող ես, եղիր առյուծ, երբ գործարար ես, եղիր առյուծ, երբ քեզ է վստահված որևէ ծրագիր, ամենուրեք միացրու առյուծիդ ռեժիմը և մի եղիր կիսասարք մետաղյա ջարդոն, մի եղիր միջակ, նրանք շատ են, եղիր վերջին առյուծների մեջ և ոչ առաջինը ոչխարների մեջ։ Տագնապների, վախի և սպասումների ժամանակ ոչինչ տեղի չի ունենում, բացի այն, որ քո ժամանակն արագ անցնում է։ Քո սպասումների ժամանակ ինչ-որ մեկն արդեն առյուծ է դարձել և գալիս է քեզ անցնելու։ Առյուծը դարձիր դու։